հայտարարում էր, որ գրել է դպրոցների տնօրենների մրցույթի համար նախատեսված զարգացման ծրագրեր, որոնք նաև հաղթել են, այսինքն ինչ-որ դպրոցի տնօրեններ իր գրած ծրագրերով են նշանակվել տնօրեն։ Մեր վերջին այսպես ապրիլիսային ֆորմատով հանդիպման ժամանակ ես ձեզ հարցրի, դուք ասացիք, որ դրանով կզբաղվի պետեկամուտների կոմիտեն, կպարզեն թե դրանք ունի այդպիսի եկամուտներ, թե ոչ։ Ինձ հետաքրքիր է հետևողական եղել եք, զբաղվել է ՊԿ այդ հարցով, եթե զբաղվել է եւ եթե եղել են ինչ-որ բացահայտումներ, որն է եղել հաջորդ քայլը։ Եթե այսպես պայմանական պատասխաններն է, որ այդ մարդը իսկապես գրել է այդ ծրագրերը, բացահայտվել են դպրոցները, որոնց տնօրինել են այսպես արտագրված, լողացված, գնված ծրագրերով մարդիկ թե ոչ, եւ ինչ է արվել այս կոնտեքստում։ Շնորհակալություն, հետևողական եղել ենք այո, եւ ՊԵԿ-ին ենք գրել եւ մեր մյուս գործընկերներին, ովքեր որ կարծել ենք, որ կարող են աջակցել այս գործընթացում։ Բացահայտել ենք այդ դեպքերը եւ բացահայտել ենք այն անձին, ով որ այդ հայտարարությունը արել էր եւ ըստ էության այդ գործունեությունը ծավալել էր եւ պետք է ասեմ, որ մի իրավիճակում ենք, որ այժմ մեր գործիքակազմն էլ ավելի բարելավված է եւ հիմա մենք քննարկում ենք նաեւ արհեստական բանականության միջոցով ավելի ուրեմն էֆեկտիվ զարգացման ծրագրերը ստուգելու ուղղությամբ եւ առաջիկա ամիսներին փորձարկելու ենք այդ գործիքը որպեսզի ներդնենք եւ ինչ վերաբերում է այն բոլոր մարդկանց, ովքեր որ զարգացման ծրագրեր գնալու ճանապարհին են, ես կհորդորեմ դա չանել, որովհետեւ մենք հարցազրույցի ժամանակ միևնույն է կենթանի շփման մեջ շատ հեշտությամբ հասկանում ենք արդյոք տվյալ անձն է այդ ծրագրի այդ տեքստի հեղինակը թե ոչ եւ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ հարցազրույցի ժամանակ ակնհայտորեն նկատել ենք, որ այդ մարդը այդ տեքստի հեղինակը չի եւ այդ բոլոր մարդիկ ստացել են բացասական եզրակացություն։ Եթե այս ընթացքում կլինի անձ, ով որ դրական եզրակացություն կունենա եւ որևէ տեղ աշխատելիս կլինի, ամեն տարի զարգացման ծրագրի հաշվետվություն է ներկայացվում եւ դրա հիմքով նաեւ հետագա պաշտոնավարման հարց է որոշվում եւ ես կարծում եմ, որ մեր տնօրենները ճիշտ կլինի կենտրոնանան իրենց աշխատանքի վրա, աշխատանքով է որոշվելու նաեւ դրա շարունակությունը ու ասեմ, որ մենք հետազոտություն ենք արել, այսինքն համաշխարհային բանկի մեր գործընկերների կողմից դպրոցների կառավարման առանձին հետազոտություն է արվել եւ ինձ համար ուրախացնող հանգամանք այն է, որ նոր համակարգով նշանակված տնօրենները ավելի արդյունավետ են կառավարում դպրոցը եւ դա մի ցուցանիշ է, որը ոչ թե նախարարությունն է ասում, այլ որը դուրս է բերվել արտաքին հետազոտության արդյունքներով եւ սա նշանակում է, որ նշանակման նոր համակարգը թիրախային է ունենալով իր խնդիրները։ Ես հասկացա, որ այսուհետ արհեստական բանականության հարցազրույցների եւ այլ մեխանիզմներով շատ ավելի արդյունավետ կլինի եւ կբացահայտվի։ Բայց դուք նշեցիք, որ այդ մարդը իսկապես այդ գործունեությունը ծավալել է եւ եթե նաեւ ճիշտ է այդ այդպես բացումնաց, ինքը իսկապես գրել է այն ծրագրերը, որոնցով հաղթել են ինչ-որ դպրոցը։ Հայտնի է, թե որ դպրոցների տնօրեններն են այդ մարդիկ եւ ինչ է եղել իրենց հետ։ Իրենք շարունակում են պաշտոնավարել գնված ծրագրերով։ Նախ ասեմ, որ իրականում գնված ծրագրերով պաշտոնավարում չեմ կարող մատնանշել, որ տեղի է ունեցել։ Եղել են դեպքեր, որ մարդիկ ոչ թե գրել են ծրագրերը, այլ դա ձեռք են բերել ինչ-որ մեկից։ Այդ դեպքեր բացահայտված են, այդ մարդկանց հետ կապված մեր կողմից ձեռնարկվելիք աշխատանքը արված է։ Ինչ վերաբերում է այն անձին, ով որ նման գործունեությամբ զբաղվել է, այդտեղ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ցավոք գործառույթ կամ լիազորություն չունի։ Մեր գործընկերներին այդ տեղեկատվությունը փոխանցված է եւ իրենց լիազորությունների շրջանակներում իրենց քայլերը կարծում եմ, որ պետք է համարժեք լինեն։ Ամենայն դեպս ես պետք է ասեմ, որ նկատում եմ առավելապես, որ մեր համապատասխան դաշտում գործունեություն ծավալողները ավելի վերաուղղորդվում են դեպի վերապատրաստումներ
Ինչը եթե օգտակար է, վատ բան չի, որովհետև եթե մարդը գնում է ինչ-որ մի վերապատրաստման դասընթացի, դրա արդյունքում էլ իր հմտությունները զարգանում են եւ կարողանում է ծրագիր գրել, ապա արդյունքում միևնույն է շահում է այն պոտենցիալ դպրոցը, որտեղ ինքը կարող է աշխատել, բայց որ որևէ մեկը գնված ծրագրով պաշտոնավարի եւ դրա հանդեպ քայլ չիրականացվի, այդպիսի դեպք չեմ կարող ասել։ Սելա Մակարյան, ABC Media, Տիկին Անդրեաս